ժամանակին աշխատել եմ կուլտուրայի տանը, Կիրովականի, այն ժամանակվա, հետո տեղափոխվել եմ, չգիտեմ ինչի, այտենց ստացվեց, որ գրադարան, ես երբեք չեմ մտածել, որ գրադարանում կաշխատեմ, բայց եկա ու սիրահարվեցի։ 46 տարի առաջ Տիկին Գյուլնարան ընդունվել է Լոռու մարզային գրադարանի արվեստի բաժնում աշխատանքի ու ողջ կյանքը կապել գրադարանի հետ։ Բաժնում առկա շուրջ 15,000 գրքերն առաջինն ինքն է բացել, ուսումնասիրել, որ եկած ընթերցողներին էլ ըստ նախասիրությունների խորհուրդ տա։ Մեծ արվեստագետների հետ ենք հանդիպել, Համոս Սահյան, մեզ մոտ նաև հյուրընկալվել է մեծանուն գրող ամերիկահայ Վիլյամ Սարոյանը։ 1975 թվականին հիմնադրված Լոռու մարզային գրադարանի շենքը անցյալի ու ապագայի, սերունդների ու գաղափարների, գրքերի ու մարդկանց հանդիպման վայր է դարձել։ Կեսդարյա պատմություն ունեցող շենքը տարեկան սպասարկում է 11,000 ընթերցողի։ Գրադարանն այսօր ունի շուրջ 363,000 միավոր գրականություն։ Այսօր Հայաստանում շատ քիչ գրադարաններ ունենք, շատ քիչ շենքեր ունենք, որ կառուցվել են հենց գրադարանի համար։ Այդ շենքերից մեկն էլ հենց Լոռու մարզային գրադարանի շենքն է։ Հաշվի առնելով ժամանակի արագընթացությունը, գրադարանները եւս վերափոխվում են եւ այլևս հին գրադարանները չենք։ Մենք գնում ենք այդ ուղղով եւ փորձում ենք թվայնացնել մեր գրադարանը։ Շուտով մեր ընթերցողները հնարավորություն կունենան գիրքը պատվիրել իրենց տնից։ Գրադարանի 4 հարկանի շենքի բաժիններում գրքերը հատուկ պահոցներում են դասավորված, արևի ուղիղ ճառագայթներից հեռու, անկախ տեխնոլոգիական զարգացումներից տպագիր գրքի պահանջարկն այստեղ չի նվազել, իսկ ընթերցողների համար ստեղծված են բոլոր պայմանները հանգիստ ու հարմարավետ միջավայր ապահովելու համար։ Ես գրադարան գալիս եմ շաբաթի 3-4 անգամ եւ գալիս եմ այստեղ շտեմարան գրելու, պահպանում եմ իմ քննությունների համար։ Այստեղ գալիս եմ, որովհետև այստեղ շատ լուրջ միջավայր է եւ հանգիստ է ու կարող եմ կենտրոնանալ իմ գործի վրա։ 50 տարվա ընթացքում շենքը փոխվել է, նորոգվել են որոշ բաժիններ, ավելացել է տեխնիկական հագեցվածությունը, բայց ամենակարևորը պահպանվել է գրադարանի համբավը որպես մշակութային կենտրոն։ Այստեղ կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, ընթերցանության օրեր, ցուցահանդեսներ եւ կրթական դասընթացներ։ Գրադարանն այժմ առաջին անգամ սկսել է պարբերաթերթի հրատարակումը, որում ներառված են ընթերցողների ստեղծագործություններն ու գրադարանի անցուդարձը։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։